Այսուհետ Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում անցկացվող ազգային եկեղեցական տոնակատարությունների ժամանակ մանուկներն օգտվելու են հենց իրենց համար ստեղծված երգարանից։ Հայը եւ իր երգմանկական երգարանը հեղինակել են բանաստեղծ Սիլվատեր Գրիգորյանը եւ կոմպոզիտոր Կոմիտաս Գևորգյանը։ Երգարանի շնորհիվ լուծվում է շատ կարևոր մի խնդիր, որը վաղուց մտահոգում էր Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնին։ Հայր Վարդանը մտահոգված է նաև միջոցառումների ընթացքում երեխաների շուրթերից հնչող բանաստեղծությունների որակով։ Դաստիարակները հաճախ առանց զանազանելու օգտվում են համացանցից, աղանդավորական կայքերում տեղադրված պարզունակ ու անհայտ ծագման գրականությունից։ Դա երեխայի քրիստոնեական առողջ աշխարհայացքը խեղաթյուրում է, ասում է Հայր Սուրբը։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսած այս երգարանը պատրաստվել է 3 տարում եւ ներառում է ազգային եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորույթներին, հայոց պատմության նշանավոր դեպքերին, հերոսներին ու ազգային խորհրդանիշներին նվիրված 42 երգ։ Կոմիտաս Գևորգյանն ասում է, որ փորձել է ստեղծել մանուկների համար ընկալելի եւ ճաշակ ձևավորող մեղեդիներ։ Գրքի բնօրինակը արևմտահայերեն է։ Սփյուռքի մանուկների համար այն արդեն հասցրել է սիրելի դառնալ։ Երգերի արևմտահայերեն տեքստերն արևելահայերեն փոխադրության ընթացքում քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակիցները փորձել են հավատարիմ մնալ բնօրինակին։ Արարատյան հայրապետական թեմում մանկապարտեզների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ամենամտահոգիչ հարցը վերաբերում էր այն փոքրիկներին, ում ծնողները որևէ աղանդի անդամ են։ Շատ մեծ դժվարությամբ մասնակցում են միջոցառումներին, այսինքն փորձերին, իսկ միջոցառումներին կատեգորիկ արգելված է նրանց մասնակցությունը, մասնավորապես եկեղեցական տոների, չեմ ասում բանակի, հայրենիքի եւ այլնի։ Եթե մենք կարողացանք այնպիսի մթնոլորտ ստեղծել, միջավայր ստեղծել, որ երեխան ինքնաբերաբար մտնի այդ տոնի խորհրդի մեջ, այդ տոնակատարության մեջ, ուրեմն մենք այդքանով շահել ենք, որովհետև այդ հիշողությունը երեխայի կյանքում չի ջնջվում իր մտքից, որ տարիքում է լինի, այդ հիշողությունը խոսելու եւ արտանալու է։ Պետք չէ խտրականություն ցուցաբերել երեխայի նկատմամբ, խորհուրդ տվեց Հայր Սուրբն օրինակ բերելով Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական դպրոցը, որտեղ արդեն 3 տարի է սովորում են աղանդավորական ընտանիքի 5 երեխա։ Դպրոցում հաստատված կարգի համաձայն նրանք մյուսների պես մասնակցում են կիրակնօրյա պատարագներին, եկեղեցական արարողություններին։ Եթե 5-ից մեկը ճիշտ ուղու վրա կանգնի, արդեն ձեռքբերում է։ Այս հարցին քրիստոնեական դաստիարակության կենտրոնը դեռ կանդրադառնա։ Հայր Վարդանը տնօրեններին եւ դաստիարակներին մաղթեց եռանդով ու համբերատարությամբ լցված կատարել իրենց մանկավարժական աշխատանքը։